5 տարեկան փոքրիկի խնդրանքը Հիսուսից. Կարող եմ այս դրամներով հրաշք գնել։ Դեղագործը զարմացած հարցնում է, թե հրաշք գնելը ով է իրեն պատվիրել։ Փոքրիկը անկեղծորեն պատասխանում է. Բժիշկն ասաց, որ մայրս միայն հրաշքով կբժշկվի։ Խնդրում եմ, օգնիր ինձ ձեռք բերել, իմ դրամները բավական են։ Դեղագործը պատասխանում է. Երանի այդ դեղից ունենայի, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում։ Քո մայրիկին բուժող դեղից միայն Հիսուսի մոտ կա։ Գնա եկեղեցի եւ ասա Հիսուսին, որովհետև Հիսուսը փոքրերին շատ է սիրում ու կլսի քո խնդրանքը։ Փոքրիկը վազելով գնաց մոտակա եկեղեցին, ներս մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև ու ասաց. Գիտեմ, խաչված ես եւ ցավերի մեջ, ինձ լսելու ժամանակ չունես, սակայն քիչ առաջ ինձ դեղագործն ասաց, որ մայրիկիս հրաշք դեղը քեզ մոտ է։ Շատ եմ սիրում մայրիկիս եւ իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար։ Վերցրու սրանք եւ խոստանում եմ, որ կվերադառնամ եւ կօգնեմ քեզ, որ իջնես խաչից։ Միայն խնդրում եմ, արագ տուր այդ դեղը։ Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց, պատկերը անշարժ էր եւ գոռալով ասաց. Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ քո մայրիկին, եթե դու էլ ինձպես սիրում ես քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ եւ կօգնեմ քեզ։ Քահանան հեռվից լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում եւ ասում. Հիսուսն ամեն ինչ լսում է, գոռալու անհրաժեշտություն չկա։ Նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ, տար ինձ ձեր տուն։ Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց մոր հիվանդության մասին, անկողին ընկնելու եւ թե ինչպես է բժիշկը ասել, որ միայն հրաշքը կբուժի մայրիկին, իսկ դեղագործն ասաց, որ միայն Հիսուսը ունի այդ դեղը։ Երբ տուն հասան, մտան մոր սենյակը, սակայն անկողինը դատարկ էր, փոքրիկը ձայն տվեց մայրիկին։ Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին ու ասաց. Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևում էր քեզ եւ ասում, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում։ Որտեղից էիր ճանաչում նրան։ Այդ պահին քահանան միջամտեց նրանց խոսակցությունը եւ ասաց. Տեսնում ես, նա կատարեց այն, ինչ որ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ էր եկել։